Հատվածը, որ ուզում եմ ընթերցեմ, գրված է Ղուկասի ավետարան 9-րդ գլուխ 30-31-րդ խոսքերը եւ 35-36-րդ խոսքերը։ Այս հատվածը խոսում է Հիսուսի այլակերպության մասին։ Ես կուզեմ, որ դուք ամբողջ հատվածը ընթերցեք, բայց ես կարդում եմ այս 4 համարները։ Ահա երկու մարդիկ իրեն հետ կխոսեին, որոնք Մովսեսն ու Եղիան էին, փառքով երևցած եւ անոր այս կյանքեն ելնելու վրայով կխոսեին, որ Երուսաղեմի մեջ պիտի կատարվեր։ Ասում է, որ Հիսուսի հետ երևացին երկու հոգի, Մովսեսն ու Եղիան։ Մովսեսը, որը խորհրդապատկերում էր օրենքը, եւ Եղիան, որը խորհրդապատկերում էր մարգարեությունը։ Մովսեսն ու Եղիան խորհուրդն էր օրենքի եւ մարգարեության։ Եվ 35-րդ խոսքում ասում է. «Ձայնը եղավ ասելով. Ատիկա իմ սիրելի որդիս, անոր մտի կրեք»։ Այս ձայնը ասում էր, որ Ատիկա է, նա է, Հիսուսն է, սիրելի որդին, նրան մտի կրեք։ Նա է աստվածային կյանքը, նրան մտի կրեք։ Եվ այս ձայնից հետո գրված է Հիսուսը մենակ մնաց։ Այո, այս երկու հեղինակությունները օրենքը եւ մարգարեությունը, որը բարձր ամեն հեղինակություններից, օրենքը եւ մարգարեությունները, Մովսեսը եւ Եղիան բուն վկայում էին Հիսուսի մասին։ Այո, ամբողջ օրենքն ու մարգարեությունը դրանք վկայում էին Հիսուսի մասին։ Եվ գրված այս ձայնից հետո Հիսուսը մենակ մնաց։ Նա է իմ սիրելի որդիս, նա է աստվածային կյանքը։ Եվ ինչպես Հիսուս այս հատվածում մենակ մնաց, այնպես Հիսուսը մենակ պիտի մնա մեր կյանքում, միայնակ պիտի մնա մեր կյանքում, որպես հեղինակություն, որպես կյանք, եւ մենք միայն պետքա նրան լսենք, որովհետեւ նա է Աստծո սիրելի որդին, աստվածային կյանքը։ Ամեն։